Հալելույա, փառք Հիսուսին։ Բարի առավոտ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Քանի մարդ է ուրախ, որ այսօր Աստծո տուն է եկել։ Ես քեզ կարճ, բայց հասարակ բան ունեմ ասելու։ Այն հասարակ նախադասություն է, այն կարճ է, բայց դրա միտքը շատ գլոբալ է։ Օրեր են գալու, որ այս տնից լավ տեղ քեզ համար չի լինելու։ Օրհնիր այս տունը եւ օրհնիր այս տան գլուխը, որ Քրիստոսն է։ Ամեն, որովհետեւ այս տունը դառնալու է միակ տեղը բոլորիս համար, որին լինելու է հույսի, հավատքի, մխիթարության օրհան բոլորիս համար։ Դուր Տիրոջ իր տան համար փառք, ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ես կուզեի իմանալ կան այստեղ մարդիկ, որ առաջին կամ երկրորդ անգամ են կուզեինք տեսնեինք ձեր ձեռքերը, մարդիկ առաջին կամ երկրորդ մեկ էլ մարդ, որ առաջին կամ երկրորդ անգամն է, խնդրեմ ձեր ձեռքը, փառք Տիրոջը, շատ լավ, եկեք ողջունենք նրանց, մենք ուզում ենք ողջունենք ձեզ։ Ուզում եմ, որ Տիրոջ ներկայության մեջ նստես։ Ճանապարհ ենք նաև մեր ղևտացի ծառայողներին եւ անմիջապես անցնենք այսօրվա մեր ծառայությանը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եկեղեցին ամեն տարի 7 օր ծոմապահության մեջ է։ Գիտեք, ես զարմանում եմ այն հավատացյալների վրա, որ զարմանում են այն հավատացյալների վրա, որոնք ծոմ են պահում։ Գիտեք ինչ, որովհետև իրանք գտնում են, որ ծոմապահությունը դա հետամնաց բան է, դա հին բան է, դա չի աշխատում։ Տեսեք, մենք ամեն տարի վերցնում ենք ծոմ, եւ մենք տարվա մեջ մեկ անգամ չէ, որ վերցնում ենք, այլ վերցնում ենք մի քանի անգամ, բայց 3 առավոտյան մենք սարի վրա ունեցել ենք քանի մարդ էր 3 սարի վրա կանգնած եւ օրհնված, դուր Աստծուն բարձր ծափահարություն, 3-վա հրաշալի ծառայության համար։ Մենք խոսեցինք մի բանի մասին, որ Տերը տվեց այս տարվա համար կրկին ծոմի։ Եթե դա ծոմին չվերաբերվեր, չէի խոս այդ մասին, բայց քանի որ այն ծոմին է վերաբերվում, դրա համար ուզում եմ խոսել։ Եվ եթե մարդիկ գտնում են, որ ծոմապահությունը, ես քիչ տեղերում եմ տեսնում, որ ծոմի մասին խոսում են, ծոմի մասին քարոզում են եւ այլն, կամ ծոմ են մարդիկ պահում, երևի դուք ինքներդ եք դա նկատել, բայց մենք երեք խոսել ենք Գործկարաքերոց 10-րդ գլխի այն մասից, որ Կորնելիոսը, ուզում եմ ուշադրություն դարձնես, Կորնելիոսը դա հեթանոս մարդ էր, դա ոչ հավատացյալ էր, ոչ հրյա էր, ոչ մեկը, իմ եւ քո նման հեթանոս մարդ էր։ Մենք էլ ենք ժամանակին եղել հետանոց, թե մենք որ ծնվել ենք եղել ենք քրիստոնյա, դե մենք դες կարծիք ունենք, մենք իծնե քրիստոնյա ենք, մեզանից ծնվածները իծնե քրիստոնյա, չկա տենց բան, քրիստոնյա չեն ծնվում, քրիստոնյա դառնում են, պարզ է, քրիստոնյա չեն ծնվում, չկա այդպիսի հասկացողություն, քրիստոնյա դառնում են, եւ դու գիտակցում ես ով է Հիսուսը քեզ համար, ինչ է արել քեզ համար, եւ որոշում ես կայացնում, ընդունել նրան քո կյանքում որպես քո անձնական Տեր եւ Փրկիչ եւ հետեւել նրան, սա կոչվում է քրիստոնյա, սա կոչվում է Քրիստոսի աշակերտ կամ հետևորդ, ամեն, շատ լավ, հիմա Կորնելիոսը այդպիսին չէր, հեթանոս մարդ էր, բայց այն բաները, որ գրված էր Կորնելիոսի մասին, ես կուզեի իմ մասին էդի գրված ուներ որպես հավատացյալի։ Այո, գրված է բարեպաշտ մարդ էր, մենք հնարավոր է հաջորդ կիրակի խոսենք այդ մասին, բայց այստեղից մի բան եմ ուզում վերցնեմ, որ Կորնելիոսը բարեպաշտ մարդ էր, աղոթող մարդ էր, բարեգործություններ անող մարդ էր, եւ ասում է, եւ 4 օր առաջ ծոմի մեջ էի, Կորնելիոսն էլ ծոմ պահեմ։ Կորնելիոսը ծոմի մեջ է եւ Տիրոջ հրեշտակը ինձ այսպես ասաց երևաց եւ մի բաներ ասեց, որ հետո հաջորդ կիրակի միգուցե մենք կանդրադառնանք այդ պատգամին, որովհետեւ այն անպայման ապրիլ ամսին Զատիկի նախորեի շաբաթը մեծ տեղ է գրավելու մեր եկեղեցում, այսուհետեւ
ամեն տարի, որովհետև մենք 7-օրյա ծոմապահություն ոչ միայն վերցնում ենք այս տարվա սկզբից, վերցնում ենք Զատիկից առաջ, վերցնում ենք սեպտեմբերին 21-օրյա ծոմապահություն, վերցնում ենք դեկտեմբերին 3-օրյա ծոմապահություն, ուխտագնացության համար, մեզանից ոչ մեկ հոգևոր չի ինգե, չի տկարացե, եթե ոչ դարձել են հոգևոր հսկաներ, փառք Տիրոջը բոլոր հավատարիմ ծոմ պահողների համար, ամեն, դա ջոկատա, որ մենք ունենք եկեղեցում, դա ջոկատ է, և մեկին ասպես արի գնանք խորոված ուտելու ուրախանում է, որտև ուտելու է, բայց որ մեկին ասես արի գնանք ծոմ պահելու, որ ուրախանում է, դա նորմալ չի, ուրեմն սրա մեջ մի բանը տարօրինակ է, գիտեք Վիկան ոնց էր ուրախացել, որ պիտի ծոմ պահեինք, ալելույա, լավսս կերած խմացները, որ ասենք մի քիչ առաջ գան, ես կհասկանամ, բայց որ շատ նիհարներն են ուրախանում, գիտեք ես ես մի բան եմ ուզում ասեմ, մի վախեցեք, ծոմից բան չեք կորցնի, բայց եթե մի բան կորցնեք, կկորցնեք մեղք, մի վախեցեք, հիմա Կորնելիոսը ծոմ պահեց, իտալացի մարդ, հեթանոս մարդ, և մեկ էլ տեսնում ենք ինչ տեղի ունեցավ այդ ծոմապահության 4-րդ օրը, երբ որ Պետրոս առաքյալը մտավ Կորնելիոսին, տակն ու վարար այդ Սուրբ Հոգին, գրվածա թափեց, հեղեղվել, Կորնելիոսի տունը փրկություն եղավ, ազգականներ, հարևան, ինչքան մարդ տեղավորվում էր, սենյակի մեջ բոլորը ընդունեցին Հիսուսին, բոլորը լցվեցին Սուրբ Հոգով, բոլորի վրա թափվել էր Սուրբ Հոգու հեղեղումները, Պետրոսն ասեց, բա ինչ պիտի անենք, ես ինչ բաներ, հեթանոսների վրա սենց թափի Սուրբ Հոգին, տարավ նաև մկրտեց, ընդամենը 4 օր ծոմ էր պահել, բարեպաշտ մարդ էր, և ես ուզում եմ ասեմ, ահա ծոմ, որը ունի պատասխան, մենք այսօր իր մասին չենք խոսալու, կխոսանք շատ ավելի ուշ, բայց 4 օրվա ծոմապահության մեջ Տերը ինձ մի հայտնություն տվեց, այդ մասին մենք խոսացինք 3 տարի վրա, 4 օրվա ծոմապահությունը բերում է Սուրբ Հոգու հեղեղումներ, Սուրբ Հոգու պարգևներ, ինչը Կորնելիոսի տունը եղավ փրկություն, եղավ հեթանոսի տանը փրկություն, եղավ Սուրբ Հոգու հեղեղումներ և Զատիկից 4 օր առաջ մենք ծոմ ենք պահելու։ Հիմա եթե մեկն ասում էր կրճատեք էլի այդ ծոմապահությունները, դե կրճատեք, ես եկել եմ ձեզ վատ լուր տամ, մի հատ եմ ավելացրել, այս անգամ է 4 օրյա, և ես ասեմ, դա է որ ձեզ պահել եմ, այս անիրավ աշխարհի մեջ, որ ձեր աչքի առաջ մարդիկ հասած թտի պես թափվում ու մեռնում են։ Ես գալիս էի հավաքույթի ներս մտնելու, քույրերից մեկը պատմեց երիտասարդ 20 քանի տարեկան իր ընկերուհին, ինչպես եմ մահացել, այդ ինչ ազդեցիկ, այդ ինչ սարսափելի մահ։ Եվ երեխային էլ ոնց հասկացա, ծննդաբերած չի կարողացա տենա, սա ունեցք է։ Բայց փառք Աստծուն, որ դուք այստեղ եք, որ դուք Հիսուսին ունեք ձեր կյանքում, ամեն, ալելույա, փառք Հիսուսին։ Եվ այսպեսով ասում եմ, որ ծոմապահությունը, ես ապշում եմ, որ ես բառը լսում եմ, ասում եմ ծոմապահությունը, էդի շատ հին ժամանակների բան է, դրա ժամանակներն արդեն անցել է և այլը, ես հարց ունեմ բոլորին տալու, հատկապես դրանք, որ ասում են ծոմը հին բան է, ինչ-որ թարմություններ են վերջերս կատարվել Աստվածաշնչում, որ ես տեղյակ չեմ, Աստվածաշունչը update է եղել, իմս ոչ, իսկ ձերը Թարմություններ են տեղի ունեցել, Աստված կտրե հանել ծոմապահություն, ասել է, այս որ թիվն է որ ծոմ պահեք։ Ավելի լավ է հուպ տվեք ինչքան կարող եք, հալելույա։ Թարմություններ են տեղի ունեցել, իմ մոտ չի եղել։ Իմ մոտի Իոսը չի թարմացել։ Ձեր մոտ չի թարմացել, փառք Աստծուն։ Նա երեքն այսօր Հավիտյան նույնն է, նրա խոսքը երեք այսօր Հավիտյան նույնն է։ Ամեն, ոչինչ չի փոխվել։ Ավելին դա ասել, երկինքը, երկիրը կգնա, կփոխվի, բայց իմ բերանից դուրս եկած ամեն խոսք, այո և ամեն է։ Ամեն, հալելույա։ Մենք այսպիսի Հիսուսին ենք հավատում, ամեն։ Բայց ներեցեք ծոմին պատասխանում է, Աստված լավ, ես էլ կմոյանամ միս անգամ այդ 4 օրվանը ես էլ կմոյանամ, անշուշտ պատասխանում եմ, են էլ ոնց է պատասխանում, իսկ լնում է այնպես, որ Տերը չի պատասխանում, այո, Եսայի մարգարեության 58-ում նախորդ կիրակի մենք խոսեցինք այդ մասին, որ ծոմին Աստված չէր պատասխանում, ասաց մենք ծոմ ենք պահում, մենք մեր մարմինները տանջում ենք Տեր, մենք մեր մարմինները պատռում ենք քո առաջ եւ դու չես պատասխանում, մարդն ասում է չես պատասխանում, նա էլ ասում է չեմ պատասխանում, բախի չես պատասխանում, ասում է որովհետեւ դուք լավ սիրտ չունեք Խի լավ սիրտ չունենք Տեր, որովհետև ասում է տանջում եք մարդկանց, անշնորհ վերաբերվում մարդկանց հետ եւ այլն, այսինքն դուք ծոմ եք պահում պահելու համար, բայց ներսով չեք կամենում փոխվեք, հա?
սրա մասին էլ խոսում։ Ինչու համար ծոմին Աստված չի պատասխանում։ Պատգամը, որի մասին այսօր ես ուզում եմ բաժնեկցել ձեզ հետ, ունի այսպիսի մի վերնագիր։ Մենք շատ անգամ ենք խոսել ծոմի մասին, բայց երբեք չենք խոսել ծոմի պատմությունը, որտեղից է այն ծագել, ինչպես է այն ծնվել, արդյոք սա Աստված է ասել պահել, ով է առաջի ծոմ պահողը, այս տեղեկություններ, որ հարցերը տվի, գիտես պատասխանները, լավ, այսօր կլսես, ծոմ, հին սովորույթի ժամանակակից մեկնաբանություն։ Այսօրվա պատգամը, քանի որ եկեղեցին վստահ եմ շատ-շատերը ծոմապահության մեջ են, ուստի ես շարունակում եմ դեռ խոսել ծոմի մասին, երևի ծոմապահության մասին այս տարի էլ չխոսենք, որովհետև բավականին երկու կիրակի տրամադրեցինք, սակայն ես մի բան եմ ուզում ասել, ամեն անգամ ասել եմ և չեմ վատ զգում նորից կրկնելու, գիտեք տակի նկարը դա նույն հինավուրց Աստվածաշունչն է, մի հատ նայի քո ձեռքի Աստվածաշունչին, նա ծոմի պես հին է, բայց նրա արդիականությունը չի կորել։ Աստված երեք այսօր Հավիցան նույնն է նաև նրա խոսքը ոչինչ չի փոխվել։ Աստվածաշունչն էլ հինավուրց գիրք է, բայց նրա ամեն ասած խոսքը ավելի զորավոր ենք տենում կատարվելուց, քան երբևիցե։ Այո, ամբողջ աշխարհը գնում է այս գրքի սցենարով։ Չեք նկատել, այս գրքի սցենարով է գնում։ Ստե սցենարիստ կա և սցենար կա, ամբողջ աշխարհը այս գրված սցենարով է որտվում։ Ծոմ հին սովորույթի ժամանակակից մեկնաբանությունը։ Մի լավ բան եմ ուզում քեզ ասել։ Գիտեք, նոր միտքը, որը ուզում էի ձեզ փոխանցեի, հետևյալն էր, որ շատ անգամ եմ ես ասել ու երբեք չեմ ամաչում կրկնել, որ ես շատ լավ բաներ այս կյանքում սովորել եմ լավ մարդկանցից, լավ գրքերից և Աստծուց։ Դրանցից մեկը հետևյալն է, նայեք այստեղ։ Տեսեք ինչ է գրում է յուրաքանչյուրը կարող է հրաշքներ գործել, տես ինչ ասում, ասում է յուրաքանչյուրը կարող է հասնել իր նպատակներին, եթե կյանքում 3 բան անի, սովորի սպասել, սովորի մտածել և սովորի ծոմ պահել։ Համաձայն եք, այս 3-ից քանիսն ես ավել, սովորի ծոմ պահել, նկատել եք, որ այսօր մարդիկ խնդիր ունեն սպասելու հետ, մեծ ավելի խնդիր ունեն լսելու հետ, դրա հետ ավելի մեծ խնդիր կա, ասում է յուրաքանչյուր մարդ կարող է գործել հրաշքներ, հասնել իր նպատակներին 3 բանի պատճառով, սովորիր սպասել, սովորիր լսել և սովորիր ծոմ պահել, և դու կունենաս քո կյանքում հրաշքներ, և կունենաս քո կյանքում պատասխաններ, ես հավատում եմ սրան, սա որպես մի հատ կյանքի դաս, ուրեմն այստեղից լավ չի երևում, Հերման Հեսեից վերցրեցինք, սա շատ մեծ մտավորական է այս մարդը եղել, և ես գտնում եմ, սա այնա, ինչը մեզ կյանքում պետք է որպես կրեդո վերցնել, ամենքդ կարող եք հասնել նպատակների էլ, ծրագրերի էլ, հրաշքներ էլ գործեք, եթե մենք ուղղակի սովորենք նախ սպասել Աստծուն, երկրորդը լսել Աստծուց, և երրորդը ծոմ պահել, լսեք, քրիստոնյայի կյանքը չի սկսում նրանից, որ եկեղեցի է գալիս, մարդու հոգևոր կյանքը, լսիր, սկսվում է, երբ Աստված է խոսում քեզ հետ, երբ Տերն է խոսում, քո կյանքը փոխվում է, դու կարող ես շատ գաս եկեղեցի ու ոչինչ չփոխվի քո կյանքում, բայց արժի որ Աստված խոսի քեզ հետ եւ քո կյանքը կփոխվի, ուրեմն հավատացյալ մարդի կյանքը փոխվում է այն ժամանակ, երբ նրա կյանքի մեջ խոսում է Աստված, ուրեմն սովորենք լսել, սպասել եւ ինչպես այս մտավորականն է ասում, սովորենք ծոմ պահել եւ մենք կհասնենք բազմաթիվ նպատակների եւ անգամ կարող ես հրաշքներ գործել, ինչ որ մեկը կասի ամեն Ամեն։ Մի քանի բան բոլոր նրանց համար, ովքեր այսօր առաջին անգամ են եկել եւ ինչ է իրանից ներկայացնում ծոմապահությունը, մեկ անգամ եւս մեկ ուրիշ ռակուրսից այսօր ես բերել եմ այստեղ ծոմապահությունը որոշակի ժամանակով սննդից կամավոր հրաժարվելն է լուրջ հոգեվոր նպատակների համար, այո, ծոմապահությունը որոշակի ժամանակով սննդից կամավոր հրաժարվելն է լուրջ հոգևոր նպատակների համար, որը նպաստում է քո հոգևոր աճին։ Ծոմապահությունը որոշակի ժամանակով
Սնունդից կամավոր հրաժարվելն է։ Եկ նայենք հաջորդ բանը, էկրանին նայիր։ Ծոմապահությունը Աստծուն ծառայելու տեսակներից մեկն է։ Երեք երբ որ մենք բոլորս բարձացել էինք սարը եւ մենք բոլորս ծոմի մեջ էինք, բացել ենք մեր գրքերը, այսպեսին պետք է լինի ճշմարիտ ծոմը։ Բացել էինք գրքերը, բոլորը կարդում էին եւ մենք մի ամբողջ գլուխ գործ կառաքելոցից կարդացինք, ուսումնասիրեցինք, աղոթեցինք եւ խնդրում եմ մտեք մեր բարեխոսական աղոթքի սարի էջը եւ նայեք մեկնաբանությունները։ Մարդիկ ասում են մինչեւ ուշ երեկո մենք մնացել ենք հենց այդ օրհնության եւ այդ օծության ներքո։ Ամեն։ Դա այնպիսի բան չի, որ դու գնաս առնես խանութից։ Դա այնպիսի բան է, որ անում է Աստված։ Ամեն։ Մարդիկ մնացել էին այդ օծության տակ։ Ես իրանց հետ նույնպես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մեկ ուրիշ բան եմ ուզում նայենք։ Գիտեք, մարդիկ կան, որ ասում են, ես առավոտը բրեքֆասթ չեմ անում, նախաճաշ չեմ անում, ես ոչ էլ լանչ եմ անում, ես իրիկունը մենակ գալիս եմ տուն, մի կտոր հաց եմ ուտում, ես ծոմ պահեցի, բա ինչ արեցի։ Միթե եթե առավոտը բաց ես թողել նախաճաշը կամ ճաշն ես բաց թողել, դա համարվում է։ Ես ուզում եմ հիմա որ մենք տեսնենք ծոմի եւ հացադուլի տարբերությունը։ Դու այսօր այստեղից շատ բան ես վերցնելու, գիտես։ Ծոմի եւ հացադուլի։ Ուրեմն ծոմը ուշադիր այստեղ նայ էկրանին։ Ծոմը դա մարդու ինքնակամ խոնարհվելն է Տիրոջ առաջ առանց պահանջներ ներկայացնելու։ Իսկ հացադուլը դա ըմբոստություն է սահմանելով պահանջներ կոնկրետ մարդկանցից կամ կառույցներից։ Տեսել եք քանի քաղաքական գործիչներ հացադուլ են արել։ Դա ծոմ չէ, դա ըմբոստություն է։ Ըմբոստությունը պետության դեմ, ղեկավարության դեմ, մարդը իր պահանջը ներկայացնում է հացադուլով, ցավոք սրտի դրա հացադուլին էլ ոչ մեկ բանի տեղ չի դնում, եղածի պես անում են, անցնում գնում են, սակայն ծոմապահությունը դա հացադուլ չէ։ Եթե դու առավոտ այս ինչը կամ այն ինչը բաց թողեցի, եկար իրիկունը կերար, ասացիր, իզոր ծոմ չպահեցի, նա ծոմ դառավ, չկա այդպիսի բան։ Ծոմը նախ առաջի հերթին դա որոշում է։ Դա այսպես թռուցիկ ձեռքի հետ, դե այսօր չկերանք չխմեցինք, անունը դնենք ծոմ։ Դուք ում հետ գործ ունեք, գիտեք, թույլ տվեք հիշեցնեմ ամենակարող Աստծուն, այո, ես ուզում եմ մի բան էլ նայենք, ծոմ պահելու 3 պատճառները, որ անցյալ կիրակի տեսանք, ուշադիր եղա ես սարի վրա, թե ովքեր էին անցյալ կիրակի օրվա ծառայությունից մի կտոր բերելու, ուրեմն երեկվա սարի աղոթքի ժամանակ եւ հանկարծ ես բռնեցի մեկին, որ ասեց, ծոմ պահելու 3 կարևոր նպատակները հետեւյալն է, անցյալ ծառայությանը լսել է, մինչև սրան անցնել ուզում եմ անցյալ ծառայությանը հիշեցնել, որ խոնարհություն Հիշում եք, քանի մարդ կարող է ինձ ասել, խոնարհություն, կարիք, խոնարհություն, մարդիկ ծոմ էին պահում խոնարհվելու, Տիրոջ առաջ բավականին համարներ բերեցինք, մարդիկ ծոմ էին պահում Դանիելը, որ հայտնություն ստանար Աստծուց, ինչու է այստեղի ունենում, որի պատասխանը չունենք, եւ մարդիկ ծոմ էին պահում, ինչպես Նինվե քաղաքը, կարիք ունեին, որ Աստված փրկեր իրենց։ Այո, 3 բաներ։ Հիմա նայիր այստեղ։ Ծոմ պահելու կարևոր նպատակները՝ ապաշխարություն, փնտրել Աստծուն եւ նորից կարիք։ Գիտեք, ուզում եմ մի հարց տամ։ Կարիք չունես պատասխանի մտքումդ։ Քանի մարդ է ձեզանից երբևիցե ծոմ վերցրել, ասել գնամ ապաշխարելու համար, բան չեմ ուզում Տիրոջից։ Չեմ ուզում։ Մենք ծոմ ենք մտնում ցուցակով։ Դուք տեսել եք մեր ցուցակը։ Սա եմ ուզում, նա եմ ուզում։ Եվ եթե 7 օր աղոթում ես, 7 օր այդ ցուցակը պատմում ես Աստծուն։ 7 օր առաջ արդեն ինքը լսել է։ Բայց մենք 7 օր էլ այդ նույն ցուցակը բերում ենք, ասում ենք, կրկնում ենք ու նկատում ենք լավ անգիր ենք սովորել։ Ուզում ենք Աստված էլ անգիր սովորի։ Բայց նա ասում է, մինչև դու մի բան կբերես ինձ կասես, ես արդեն գիտեմ դու ինչ ես ուզում։ Ես ուզում եմ որ հասկանանք, որ մենք պետք է ճանաչենք մենք ում հետ գործ ունենք։ Հիմա քանի անգամ ա եղել որ ուղղակի ծոմ պահես ապաշխարելու համար։ Էսի գիտեք ինչ ծոմապահությունը։ Վա, էսի այն ծոմն է, որտեղ քո ներքին սենյակում Աստված է սպասում քեզ։ Այս այդ ծոմն է, որովհետև քո կյանքի բոլոր օրհնությունները, յուղը, որ կփայլի քո գլխի վրա, կսկսվի առաջի քայլից։ Եվ գաս անցյալ կիրակի էլ ասացի, ազնվորեն խոստովանես, ապաշխարես, զղջաս քո արածների համար, իմացի Ես ձեզ մի բան ասեմ, Հիսուսը սիրում է
այն հոգիների հետ աշխատել, ովքեր ազնվորեն իրեն ասում են, ես մեղավոր եմ Տեր։ Եղբայր ջան, բարձր ծափահարի։ Ամեն։ Նախորդ ծառայությանը ես ասացի, դատիր քեզ այնպես, որ նրան տեղ չտաս դատելու, որ երբ որ քո սենյակ մտնի աղոթքի, երբ կանչում ես նրան, Տերը մի բան չգտնի քո մեջ, որովհետև դու տեղը տեղին դատարկվել ես։ Սա շատ լավ պլատֆորմ է օրհնություններ հավաքելու համար։ Դատարկվիր։ Դուք երբևիցե տեսել եք բանկաներ, որի մեջ պահածոներ կան։ Երևանի մածունի շիշով է հիշում։ Երևանի մածունի շիշ, ոչ մի ձև չէր լվացվում էդի։ Աստեն կարքին էլ, սմետանի շիշն էլ էինք լվանում։ Սմետանը, ճիշտ ասում, շիշ կար։ Երևանի այդ մածունի շիշը խոզանակը մտցնում էինք մեջը, դուխ, հետո տենում էինք, շիշ բանը, շիշ տևի մածունա, բրիձ էինք լսնում մեջը, մածունի շիշ, էլի թափի, ալելույա, չէ, բայց պետք է ոտևը տենց էր կյանքը, այդ մածունի շիշը պիտի լվանայինք։ Հիշում եք ոնց էինք լվանում, ջանք էինք թափում։ Մեթոդներ էինք օգտագործում, որ մածունի շիշը մաքուր լիներ, որ հանձնելուց չասեին, շիշը մի հատ ջրի տակ ցայեք։ Այդտենց թափ դու քեզ ծոմապահության ժամանակ։ Այդտենց խոզանակը վեկալ ու գնա շատ խորը տեղեր մաքրելու լիքը բան կա։ Ինչ կասես։ Ասեց ամեն, ալելույա։ Գնանք առաջ մեկ ուրիշ բան ենք տեսնելու։ Ծոմապահության նպատակները։ Վերցրու, որովհետև տարվա մեջ կարող է շատ անգամներ ուզենաս ծոմ պահես, այս պատգամը միգուցե մոռանաս վերնագիրը ոնց է, բայց քո հեռախոսի մեջ արդեն կան այդ նկարները։ Ուրեմն, առաջի բանը, որ ուզում եմ մենք տեսնենք, ինչ ենք տեսնում, խոնարհություն։ Նկատում եք, ոնց ուզում ես, ինչպես ուզում ես պտտվի, Աստված առաջի բանը, որ քեզանից պահանջում է եւ ինձանից, դա խոնարհվելն է։ Գիտեք, ես մի հատ բան ասեմ խոնարհության վերաբերյալ։ Քանի մարդ է երբևիցե իր համար դուխի առել օծանելիք, բոլորդ։ Երբ որ օծանելիքի պաչկան բան կան տվել են քեզի, բերել ես տուն, դու հենց այդպես ես օգտագործել փակ ձևով։ Ես ինչ լավ հոտ է գալի։ Այդպես ես օգտագործել, թե բացել ես։ Բացել ես, ցանել ես, տնով մեկ այդ հոտը գրա։ Այստեղ մի հատ կնոջ հանդիպեցի եւ ինձ ասեց. Մեզ մոտ Ամերիկայում օծանելիք այսպես են ցանում։ Ասացի, պաստորան, ուրիշ տեղեր ուրիշ ձև են ցանում, ձեր մոտ այսպես է։ Այսպես ֆրացրեք։ Ասացի, օքեյ։ Դասա պետք է սովորես, էլի։ Դասա, կյանքի դասա, այսպես ֆրացրեք։ Այսինքն, ինչ եմ ուզում ասեմ, այդ օծանելիքը այսպես կֆրացնես, այնյանից էսյան կֆրացնես, դու բացում ես, որ իր հոտը քաշես։ Եվ դու խոնարհվում ես քեզանից այտենց անուշ հոտ է գալի Հիսուսի համար։ Ամեն։ Հալելույա։ Պարզ է երևում ամեն ինչ։ Արագ կարդանք, հայտնություն ստանալու համար ենք ծոմ պահում, սա անգլերեն վերսիան է, հայտնություն ստանալու համար, կարիքների համար, ապաշխարության համար, Տիրոջ երեսը փնտրելու համար, բարեխոսել չփրկվածների համար, ահա պատճառներ ինչու ենք ծոմ պահում։ Պաշտպանություն ընտանիքի, եղած գույքի, ամեն ինչի համար։ Վերականգնել ծոմ ենք պահում, քանդված, մեր կյանքի քանդված պարիսպները։ Գիտեք, մարդիկ կան, որ քանդված են իրենց կյանքում մանկությունից։ Այդ քանդված, ավիրված հիշողությունները հետները տանում են։ Մարդիկ կան, երեխաներ կան, եւ խնդրում եմ մի դատեք ոչ մեկին։ Միգուցե ինչ-որ մեկը անմայրության, ինչ-որ մեկը անհայրության, ինչ-որ մեկը անհաջող ընտանիքի պտուղ է։ Այդ երեխան այդ ցավը տարել է իր հետ, գիտեք, այդ ավերվածությունը իր հետ տարել է։ Ինքը ինչքան էլ մեծացել է, մեկը ինքը հիշում է այդ ցավը, էդի դաճվել է։ Դուք նկատում եք, մարդիկ ավելի շատ հիշում են ով է իրանց ցավ պատճառ է, քան ով է իրենց լավ բանար է։ Նկատում եք, որտեղ ցավը կոդ է թողում մարդու մեջ։ Ցավը կոդ է թողում, նույն անձնավորությունը 10 անգամ լավ բանանի քեզի, չես հիշի, բայց նույն անձնավորությունը մեկ անգամ ցավ պատճառի քեզ ինչքան ապրես է հիշելու ես։ Դա տենց բան։ Հա դե դուք բոլորդ ներող եք, ալելույա։ Մի խոսքով, եւ ասելիքս որն է,
այդ վերականգնվա այդ ավիրված, քանդված ճակատագրեր գոյություն ունեն ու դու նայում ես ասում ես ինչի ես մարդը ուրախ չի ինչի ես մարդը տխուր է ինչի ես մարդը ինչ որ մի բանի հետ մի ամբողջ կյանք կռիվ ատալի իրան թվում է ինչ որ լույս բացվեց ինչ որ ճեղ մեկ էլ նայում նորից մի քանի քայլով հետ գնաց բացվում է ու նորից մի քանի քայլով հետ է գնում գիտեք ինչա անեծքի հետ գործ ունես մարդը անեծքի պատերի հետ գործ ունես մարդը Բայց ծոմապահությունը վերականգնում է քո կյանքի ավերված պարիսպները երբ մարդու ցանկապատը տան քանդվում է դա խոսում է այն մասին որ օտե թշնամի է մտել այո նա վերականգնում է դու ծոմապահությունից դուրս կգաս կնկատես ովքեր քեզ ցավ են պատճառել մանկությունում ովքեր անարգել են քո պատանեկությունը ովքեր անարգել են քո երիտասարդությունը զգում ես որ դու ինչ որ մի բան բաց ես թողել ծոմապահությունից հետո Հիսուսն է քեզ օգնել որ բաց թողես, ամեն հաջորդ բանը, որ կարդացինք հետևյալն է, վշտի, տխրության համար, ինչ-որ մեկը ունի վիշտ, ինչ-որ մեկը իր սրտում ունի վախ, ունի տխրություն, և այդ անձնավորությունը ինչ արա, եկել է Տիրոջ առաջ, եկել է Տիրոջ առաջ, եկել է խոնարհվել ծոմով և ասում է Տեր, ես լաց ունեմ իմ ներսում, գիտեք մարդիկ կան, որ տարիներով լացում են, դա նորմալ երևույթ չէ, տարիներով այդ մարդիկ լացում են, Հանի այդ լացը քո մեջից, որովհետև Աստված եկել է, որ ուրախություն բերի քո կյանքում։ Ամեն։ Լսեք, ձեզով է ասել, որ քրիստոնեությունը պահանջել է շատ թաշկինակ, որ լացեք, քրիստոնեությունը եկել է ասել է, Պողոսն ասեց, ուրախ եղեք, և դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք, գիտեք ինչու, ես կարծում եմ, որ մենք վերջում ենք հասկանալու, Ինչու Պողոսն ասում, ուրախ եղեք և դարձյալ ուղղակ, երբ որ այս անիրավ աշխարհից Աստված փառավոր կերպով կհափշտակի և կտանի իր եկեղեցին, դու այն ժամանակ կհասկանաս, որ բոլոր նրանք, ովքեր չունեին Քրիստոսին իրենց կյանքում, սկսվելու է մարդկության պատմության մեջ իր տեսակը չեղած ցավ, որի անունն է մեծ նեղություններ։ Եվ Աստված քեզ դրանից ազատելու է։ Որովհետև որ պապանա, որ իր ընտանիքի գլխին չի կանգնում ոնց որ պետքն է։ Ամեն։ Ծոմ ենք պահում, ուրեմն այստեղ նաև ծառայության համար եւ հոգեվոր զորություն ստանալու համար։ Ես մի տեղ եմ ուզում կարդամ, եւ եթե ինչ-որ մեկն ասում է, որ ծոմը արդեն ինչ թիվա որ ծոմ եք պահում, եք նայենք առաջի ծոմ պահողներից մեկին ավետարանում Հիսուսին։ Ոտը ոնց է ես իրանից առաջ ոչ մեկին չեմ տեսել ծոմ պահելուց։ Եվ Հիսուսը հոգուզորությամբ վերադարձավ Գալիլեա եւ նրա համբավը տարածվեց գավառի բոլոր կողմերը։ Ինչ եմ ուզում որ այստեղ ուշադրություն դարձնենք։ Գիտես ինչ եմ ուզում որ դարձնես։ 40 օր Հիսուսը մնացել է ծոմի մեջ անապատում եւ ունեցել է հարձակում դեպի կողմից, սատանայի կողմին։ Բայց ինձ դուր եկել այս բառերը, որ դուրս եմ անել եւ վերել եմ։ Եվ Հիսուսը 40 թույլ տվեք նախադասությունը այլ ձևակերպել։ Եվ Հիսուսը 40 օր ծոմ պահելուց հետո անապատից դուրս եկավ զորացած։ Լավն է։ Մի վախեցեք ծոմ պահել։ Հալելույա։ Դուրս եկավ զորությամբ։ Փառք Հիսուսին։ Գիտեք, ես անցյալ տարի մի պատգամ տվեցի եւ մեր կոմպյուտերի հետևը աշխատող եղբայրը դրանից հետո ամեն անգամ ինձ է հիշեցնում մեր Պետրոսը։ Ասաց, այդ պատգամը իմ տարվա պատգամն եղավ։ Տիրոջ ձեռքը փնտրելուց առաջ փնտրիր նրա երեսը։ Երեսդ փայլեցրու ինձ վրա Տեր։ Քանի անգամ ես ծոմ պահել ուղղակի նրա երեսը տեսնելու։ Քանի անգամ ես ծոմ պահել, որպեսզի ուղղակի մաքրվես։ Ոչ մի բան այդ օրերին չես խնդրել, ես ուղղակի քեզ եմ ուզում։ Ես ասացի հավատացյալի կյանքը սկսվում է երբ Աստված է խոսում։ Ամեն, երբ Աստված է խոսում, այդ ժամանակ է սկսվում։ Պարզ է։ Ուղղակի ուզում եմ որպեսզի կարողանանք հասկանանք, գալիս ենք եկեղեցի, ոչ թե ինչու համար ենք գալիս, այլ ինչ ենք սովորում։ Այո, գալիս ենք եկեղեցի ինչ ենք սովորում։ Լսիր, այստեղ շատ կարևոր է ամեն կիրակի այստեղի պատգամը այստեղ նստած յուրաքանչյուր մեկի համար է։ Եթե հիմա դու այսօր այստեղ ես, ուզում եմ որ ինքդ քեզ ասես, Տերը իր թագավորական սեղանից հաց է պատրաստել անձամբ քեզ համար։
Եվ դու պարտավոր ես այն ամբողջովին ուտել։ Ես որ առաջի անգամ եկա Ամերիկա, ինձ տարան սուշի ուտելու, ասացին, այս սուշիի ժամանակ պիտի չթողես ոչ մի բան սուշիի սեղանին։ Ասացի, «Էդի ոնց պետք է ուտենք, ալելույա, ախր ամեն բան ռազմեր ունի, չափ ունի»։ Ասացին, որովհետև չգիտեմ, այդպեսի բան էդի ճիշտ էր, թե ֆանտազիա է։ Հա, ճիշտ է, ճապոնացիների, այդտեղ էլ հենց գնացել էինք։ Ասաց, որովհետև այդ շեֆը, որը սարքել է այդ սուշին, վիրավորվելու է, որ դուք թերմացք եք թողել։ Այսինքն նշանակում է չեք հավանել։ Ես այդպես հասկացա, չեք հավանել, դրա համար թողել եք։ Կերեք մինչև վերջ։ Որովհետև շեֆը կնեղանա։ Կեր Աստծո խոսքը մինչև վերջ, որ Հիսուսը օրհնվի, ուրախանա։ Ամեն։ Իսկ հիմա հարց եմ ուզում տամ, քանի որ մենք խոսում ենք ծոմ, հին սովորություն, ժամանակակից մեկնաբանությունում, մինչ սրա մասին ավելի խորը կանցնեմ, ժամանակակից մեկնաբանություն կնայենք, ուզում եմ հարց տամ, կամ մարդ այստեղ, որ գիտի ծոմի պատմությունը, ինչպես է ծոմը ծնվել Աստվածաշնչում։ Գիտեք, մարդիկ կան, որ կարող են քարոզիչների հետ, թույլ տվեք սենց տնավարի ասեմ, անհամ կռիվներ անել։ Աստվածաշունչը կյանքում չի բացել, մի թեր չի կարդացել, ինչ-որ մեկից միտեղ մի հատ շիլիֆովկա արած նախադասություն ա լսե, ուր էթում ա, որ Աստծո մարդուն տեն մա էտա դեմ տալի։ Դե ասա, կա չէ տես բան։ Եթե դու Աստվածաշունչ չես կարդացել, խնդրում եմ ոչ մեկ այդ մի վիճակի խոնարհություն կլինի քո կողմից։ Այո։ Ես չեմ կարող որևէ բժշկի հետ վիճեմ, եթե ես բժշկական գիտություններից հեռու մարդ եմ։ Համաձայնեք։ Ուր ես վիճում մի մարդու հետ, որ այդ մասնագիտության տերը չես դու։ Հիմա Աստվածաշնչում վիճումը հազար մի բանի, բայց հասարակ բաների պատասխան չգիտի։ Կյանքում Աստվածաշունչ բացած չկա, բայց մեկը մի հատ բան ասա, շիլիֆովկա արած, լաքը վրեն քսած նախադասությունա, ուր էդ մա է ասում։ Օրինակ դրանցից մեկն է։ Ինչու պիտի կինը ծառայի։ Միթե կինը կարող է ծառայել, չբացեմ այս թեման։ Ալելույա, չբացեմ այս թեման։ Այդպես մեկից տեսել է, կյանքում Աստվածաշունչը բացած չկա։ Հիմա ինչ եմ այստեղ ուզում ասեմ։ Կա մարդ այստեղ, որ գիտի, ինչպես է ծնվել ծոմը, ով է առաջին անգամ ծոմ պահել, ու եթե այդ անձնավորությունը պահել է, միթե Աստված է իրան ասել ծոմ պահի, գրված է պահել է, թե չի գրված պահել է, ու եթե չի գրված պահել է, ինչու է պահել, խառմառը միգուցե նախադասություն էր, բայց գաղափարը հետևյալն է, ով է առաջինը ծոմ պահել Աստվածաշնչում։ Ասում է Հիսուսը։ Աստվածաշունչը Հիսուսից առաջ գրված էր հին ուխտում, առաջին ծոմը, որ Աստված չի ասել իրան պահի, եւ գրված չի եղել, որ ծոմ պահի, դա եղել է Մովսեսը։ Հիմա հարց եմ ուզում տամ, Մովսես, քեզ ով ասաց ծոմ, մենք եկեղեցում տարիներով քարոզում ենք ծոմ, 10 մարդուց ավել մարդ չի պահում։ Քեզ ոչ մեկ չէր ասել ծոմ պահի, խի պահեցիր։ Ձեզ մտարօրինակ հարց չառաջացավ։ Մովսես, ինչու ծոմ պահեցիր։ Քեզ ով ասեց ծոմ պահի, եթե առաջին օրենսդիրը դու ես, դու պիտի օրենքը բերեիր, որի մեջ գրված էր, եւ Աստված ասում է, կանոնավոր պահեք տարին այսքան ծոմ, այդպես բան չկա գրված, որտեղից ծագեց քո մեջ գաղափար Մովսես պահելու ծոմ, մենք հրաշալի հայտնություն էին եւ նորից սարի վրա Դու շատ բան ես բաց թողում, որ չես գալի։ Նորից սարի վրա ես նորից քույրերից մեկի հետ կիսվել եմ։ Ոնց Մովսեսը իմացավ, որ այս գործողության անունը կարելի է ծոմ դնել։ Քանի անգամ է Մովսեսը ծոմ պահել, գիտես։ Քանի անգամ է Մովսեսը ծոմ պահել։ Ոչ մեկի հետ Աստվածաշնչի հետ մասին չկրվես։ Այս պատգամը կհիշես։ Քանի անգամ է Մովսեսը ծոմ պահել։ Ոչ, Մովսեսը ծոմ է պահել 3 անգամ։ Ընդհանուր 120 օր ծոմ է պահել, 3 հատ 40։ Մի հատ ծոմ պահեց, երբ որ բարձրացավ Սինալերը եւ ուրեմն տախտակների վրա Աստված իր ձեռով գրել էր պատվիրանները, ու երբ որ իջավ ու տեսավ, որ Իսրայել ժողովուրդը ոսկե հորթը ձուլել, տախտակները ջարդեց, այդ մի 40-ը մնաց սարում, ջարդեց, չբարձրացավ անմիջապես սար։ 40 օր մնաց երկրի վրա լացելու ոսկե հորթը ձուլողների համար, որ տերեների, հետո կգնաք տուն կկարդակ, հետո մի հաջորդ 3-րդ 40 օրը կրկին բարձրացավ Սինալերը 2-րդ անգամ պատվիրանները վերցնելու, բայց ոչ միտեղ չի գրված, որ Աստված Մովսեսին ասեց ծոմ պահի, ինքն էլ 3 անգամ 120 օրով, գիտեք ես մի բան գիտեմ, լսիր,
Ես ուրիշներ եմ քեզ ուզում տանեմ։ Եթե մի մարդ, ասա լսում ես ինձ, եթե մի մարդ երբևիցե ակնթարթ վայելել է Տեր Հիսուսի հպումը, դու ոչ թե ծոմ, դու քեզ կկորցնես, որովհետև եթե իմանաս ով է նա, որ կանչում է քեզ, ով է նա, որ իր կյանքն է տվել քո համար, ով է նա, որ այսօր ամբողջ աշխարհը կարող է թողնել քեզ, այսօր քո հարազատ երեխան, քո կինը, քո ամուսինը կարող են մոռանալ քեզ, քո ծնողը, բայց նա քեզ սիրել է հավիտենական սիրով եւ իր սերն ապացուցել է խաչի վրա իր մահով։ Մովսեսը բարձրացավ սար, ես չեմ լսել, որ Աստվածաշնչում գրված էր, որ Աստված ասեց, Մովսես, արդեն քանի օր աստեղ ես, արի մի հատ շաուրմա օրդեր անենք։ Լսել եք այդպես բան։ Լավներ է շաուրման, հա, շատ լավներ, բայց դե 40 օր մին մենա, կարող է ուզենաս լյուլա քեբաբ։ Հա, լյուլա քեբաբել, մի հատ էլ օրդեր անենք լյուլա քեբաբ։ Եվ գրված է, եւ Աստված ու Մովսեսը նստած լյուլա քեբաբ էին ուտում, վերջը շաուրմա էին օրդեր արել ուտում էին։ Մովսեսը ինչ կխմես, բանը դրա այդ կոլան լավ կլինի։ Վերջը հարց չկա, մարդը բարձացել է սարի վրա, ուզածը թե կոլա, նստել ուտում խմում էին ինքն ու Աստված։ Լսել եք այդպես բան, չկա այդպես բան։ Մովսեսը, լսեք, հիմա սա լսիր, Մովսեսը 40 օր եւ 40 գիշեր 40 ցերե 40 գիշեր մնաց Աստծո ներկայության մեջ եւ այդ ներկայությունը հենց է վեր կերակրե Մովսեսին որ 40 օր հետո այդ Աստծո մարդը երբ որ իջավ ու ժողովուրդը որ սարից իջավ Մովսեսին տեսան այնպիսի լույս կար Մովսեսի վրա որ ասացին երեսը ծածկի քորացան Աստծո ներկայությունը հագեցնում է քեզ քո կյանքի բոլոր էրիաների մեջ ամեն հալելույա ամեն Դու գտիր նրան, դու փնտրիր նրան, դու ճաշակիր ուտես, եթե դու նրա հետ ես, ներքին սենյակում, դու չես մտածի ուտելու մասին։ Չկա տես բան, որ աղոթես ասես, Տեր, կարամ այսօր 20 րոպե աղոթեմ, սիրտս ինձ հատդակ ուզեց, շուտ անեմ, ասես գարչիցան վրեն լցնեմ բան, ասես դնեմ բան, ուտեմ պրծունեմ էլի եմ գալու, բայց սիրտս ինձ հատդակ ուզեց, եթե դու իրականում մտել ես Աստծո ներկայության մեջ, դու չես կարող ուրիշ բանի մասին մտածել, դու կկորցնես քեզ, կորցրու քեզ, հասիր նրան, որ կորցնես քեզ Աստծո ներկայության մեջ։ Հասկացաք, որտեղից է ծնվեց ումը։ Նա մնացել է Տիրոջ ներկայության մեջ, չի կերել եւ չի խմել, եդե անվանվել է ծոմ։ Աստված իրան չի ասել այդ ծոմը տենց պահի, նա Տիրոջ ներկայության մեջ 40 օր, դուք պատկերացնում եք 40 օր, այնքան է մնացել Տիրոջ հետ զրուցել է, խոսել է, չկա տենց մարդ Աստվածաշնչում 40 օր, 2-40 օր Տիրոջ առաջ է եղել Մովսեսը եւ Տերը խոսել է Աստծո ներկայությունը այնքան իր մեջ ունի քաղցրություն, այնքան սնունդ ունի քո համար, որ քո ներսը անգամ չի կարող մարմնավոր ուտելիքը մարմնավոր բան է թե ոչ չես կարող նրա ներկայության մեջ մարմնավոր բան հիշել բայց եթե դու մտել ես ներքին սենյակ ծոմ ես պահում ու աղոթում ես ուշ ու միտքդ սասնսկինա այդ նշանակում է դու չես հանդիպել իր հետ ես զովրացում եմ ձեզ պահել այնպիսի ծոմ որի արդյունքում դուք չասեք մենք ծոմ պահեցինք եւ դու չպատասխանեցիր մեզ եկեք սովորեցնեմ քեզ պահել այնպիսի ծոմ որ Տերը պատասխանի լավ որովհետև ես էլ քո նման ճանապարհ եմ անցել, մինչև հասկացել եմ ինչը անեմ ճիշտ, որ աշխատի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Լավ, սա իմացանք, որ չգրված մի բան էր, որ Մովսեսն արեց, հասկացանք ոնց է ստեղծվել ծոմը։ Այո, եւ առաջին ծոմ պահողը ինքն է եղել։ Հաջորդ մեկը, որը նույնպես Մովսեսի պես տարօրինակ բան է բերել իմ մեջ, դա Աբրահամն է։ Աբրահամ, քեզով ասած, կամ որտեղ էր գրված որ դու պետք է Աստծուն 10-րդ տաս։ Մինչդեռ 10-րդը աշխարհի մեջ որպես օրենք, որ պիտի 10-րդ, դա ասել է Մովսեսը։ Եվ դա բերել է Մովսեսը։ Աբրահամ որտեղից ծնվեց քո մեջ գաղափար, որ դու դուրս եկար Մելքիսեդեկ քահանայի դեմը եւ դու բերեցիր քո 10-րդը ընծան եւ այլն։ Ես ուզում եմ հարցնեմ, ով է Աբրահամին սովորացրել տալ Աստծուն 10-րդ, երբ որ 10-րդի մասին չի եղել ոչ մի հրաման։ Որտեղ ով է ասել։ Աստվածաշնչում չի գրված, որ Աստված է ասել նրան բեր։ Լսեք։ Լավ հարց էր, որ ներքևից բարձացավ, ասացին Աստված, չկա տենց բան,
Որովհետև երբ որ Աբրահամը դա արել է, դու հիմա շատ ես օրհնվելու, թե ինչ պատճառով է Աբրահամը դա արել։ Մովսեսը որ դա արել է, նրան Աստված չի ասել արա։ Աբրահամին չի ասել, որ 10-րդ կտաս Մելքիսեդեկին, ապա այդ դեպքում ոնց էսի առաջացավ այս մարդու ներսում։ Մովսեսը եւ Աբրահամը ինձ ու քեզ այսօր մի հատ դաս են ուզում սովորացնեն։ Բաներ կան, որ չգրված օրենքներ են, եւ այն պետք է արվի սրտի թելադրանքով։ Այսքան բան։ Ամեն, համաձայն ես։ Եկ նայենք մի բան։ Ինչ նմանություն կա 10-րդի եւ ծոմ պահելու միջև։ 10-րդը ուրիշ բան է, ծոմը ուրիշ բան է, բայց ինչ նմանություն կա այս երկուսի մեջ։ Երկուսն էլ սրտի վերաբերմունք են։ Երկուսն էլ թե փնտրում ես Տիրոջը, թե կարիք ունես, որ Աստված փոխի քո կյանքը, քեզ անմիջապես պետք է ծոմով ծածկվել։ Ուղղակի գնալ ներքին սենյակ եւ ծածկվել։ Միգուցե այս սեզոնին շատերը գնան ուտել խմելու, շատերը գնան հարսանիքների, լսում եք ինձ։ Ուրիշները գնան Վեգաս, մյուսները գնան եսի միջ, այն ինչ սարունեք, որ սառուցան դեր եւ այլն, ձուն գնանք տեսնենք։ Լավ իմացիր։ Միգուցե այս սեզոնը քո սեզոնը չի, որ դու գնաս ձունի, կամ դու գնաս Վեգաս, կամ դու գնաս եսին որևէ հարսանիքի, միգուցե այս սեզոնին Տերը կանչել է քեզ, խոնարհվես նրա առաջ, ծոմերով, աղոթքներով փնտրես, հաջորդ տարի կարող է էլ դրա կարիքը չունենաս։ Ճանաչիր քո սեզոնը, որ Աստված կանչում է քեզ։ Ով ինչ անում է, ես երբեք որևէ մեկիդ հետքով չեմ գում։ Դու ինչ անես, ես երբեք քեզ չեմ հետևի։ Երբեք, որովհետև ինձ Աստված սովորացրել է լինել անհատականություն։ Հետևիր Աստծուն։ Հետևիր Աստծուն։ Դու զգում ես քո ընտանիքում կա սենց խնդիր։ Դու զգում ես քո ընտանիքում, քո առողջության կամ քո բիզնեսի մեջ կա որևէ ստակ ա եղել, մի հատ խնդիր ա եղել, միտեղ կանգ առ է, ինչ որ ջրերը լճացման են վերածվում։ Զգում ես, դա ինչ պարտադիր է որ մեկը քեզ ասի։ Ժամանակն է կանգ առնես։ Ուր ես վազում, բոլորը վազում են, դու նրանց հետևից։ Մի վազի։ Ժամանակն է հասկանաս սեզոնդ, սա մաքրել է պետք։ Կա մարդ որ համաձայն է, սա մաքրել է պետք։ Այսպես է, ծոմի եւ 10-րդի տարբերությունը իրար հետ կապված է մի բանով։ Երկուսն էլ սրտի ցանկություն են։ Երկուսն էլ սրտի վերաբերմունք են։ Գնանք առաջ։ Հալելույա, փառք Տիրոջը։ Գիտեք, եկեղեցիներում մի վիճաբանություն կա։ Եկեղեցու անդամների մեջ չի, եկեղեցի նորեկողների մեջ։ Այս խփետի տանք զոհաբերություն, որ այս սուրը, գիտեք, քանի տարի է լսում եմ դա։ Այս սուրը գնում է խփետի տանք, դնում են ու վիճում են, դե ամեն Կիրակի բավական է էդի խոսակ եւ այլն, այս կողմ են կողմ, ձանձրացանք եւ այլն։ Դու եթե ձանձրացար իմացի, ուզում եմ քեզ ասեմ, ամեն Կիրակի խոսելու եք։ Ասում են ինչու եք զոհաբերություն հավաքում, ուզում եմ ձեզ պատասխանեմ, կարող է շիշ հավաքենք։ Բա պիտի զոհաբերություն հավաքենք, որ կարողանանք շենքը պահենք, որտեղ դու սենց հանգիստ գաս նստես եւ կերակրվես Աստծո խոսքը ձերիաբար։ Ամեն։ Ուզում եք գնանք շիշ հավաքենք։ Բա պիտի զոհաբերություն հավաքենք։ Ինչ եք խոսում զոհաբերությունից։ Բա որ չխոսար, ինչի մասին խոսում ես, այն գալիս է։ Կամ այն խոսիր փրկության մասին կգա փրկություն։ Խոսիր հրաշքների մասին կգա հրաշագործության զորություն։ Խոսիր զղջման մասին կգա զղջում։ Խոսի զոհաբերության մասին կհավաքես զոհաբերություն, այդպես չէ, այդպես է, հա, ինչու եք խոսում այդ մասին, վիճում են մարդիկ, եղբետի տամ, որ դույլը հենց անցնում է բանա, միտքդ բան ընգավ, այս դույլը մոտիցդ անցել է, մի քիչ արագ անցկացրեք, սեշ երկար մնացիք ստեմ, լսեք, մինչ մենք վիճում ենք ինչու տալ Աստծուն, մենք մեջ վիճում ենք խես կանտան կամ ինչու 10-րդ տանք Աստծուն, Աբրահամը առանց ասելու դա արեց։ Տեսակ տարբերությունը Աբրահամի եւ մեր։ Դրա համար էլ նա կոչվեց հավատքի հայր։ Մենք իսկի մայր չկոչվեցինք։ Աբրահամին ոչ մեկ չասեց դա, բայց մենք վիճում ենք, որովհետեւ երբ որ եկեղեցում ասում են զոհաբերության, լսեք, եղբայրներ եւ քույրեր, քո գրպանում ինչքան գումար ունես եւ ինչ ունես քո կյանքում, այդ սա Հիսուսն է տվել քեզ։ Եղավ, այդ բոլորը Աստծուն է պատկանում։ Եվ անիմաստություն է, իմաստության պակասություն է,
չտալ այն մեկին, ում շնորհիվ այսօր հաց ես ուտում։ Ամեն։ Չէի կուզում էսի խոսայի, ավելի եմ խոսալու ես մասին, ավելի վերջերում։ Մինչ մենք վիճում ենք տանք թե չտանք, Աբրահամը առանց ասելու դա տվեց։ Աբրահամը հավատքի հայր է եւ մեզ համար օրինակ, այո, երբեք չվախենաս Աստծուն տալուց։ Դու ամեն տեղ որտեղ գումար ես տալի, դա կորած գումար է, բայց այն ինչ որ Աստծո թագավորության մեջ ես դնում, դա անձամբ Աստծո հոգին է հսկում, եւ այդ քո դրած սերմերը 30-ով, 60-ով, 100-ով կրկնապատկած տալիս է քեզ։ Հոժարության տալ տասանորդ, սա խոսում է Տիրոջը հնազանդվելու հավատքի, Աստծո նկատմամբ իրական ծարավ ունենալու մասին։ Ես 30 տարի է տասանորդ եմ տալիս։ Ես 30 տարի է եկեղեցի եմ հաճախում, 30 տարի է ծոմ եմ պահում, 30 տարի է կարդում եմ Աստծո խոսքը, 30 տարի է զոհաբերում եմ, ես ներքև չեմ իջա, ես բարձրացել եմ։ Ամեն, երբեք չվախենաս։ Կարող է ով որ քեզ միտեղ հրավիրի, դա կորած տեղ է, իմացեք։ Ասեք որ կորած տեղ է, կանչում է քեզի ընտանիքով եթում եք, էդի գումար եք տալի, հետո նստում եք ընտանիքով կուշտ լացում։ Էս խի սրանք մեզ կանչեցին։ Որովհետև անենց են ձեզի գցե, անենց եք ընկել ֆինանսապես, ձեզ պետք է մի ամիս աշխատել, որ հետ բերել այդ փողը։ Բայց այն ինչ որ Աստծո թագավորության մեջ ես տալի, դրա շնորհիվ է որ հաջորդ կիրակ ելի սերմ ունես։ Ամեն։ Հիսուսին։ Այս երկու Աստծո մարդիկ այս առավոտ մեզ դաս տվեցին, թե ծոմը եւ թե տասանորդը պետք չի որ մեկը քեզ ստիպի որ դու անես, տաս կամ պահես, այլ դա արա սրտի թելադրանքով, որտեղ դրանք սրտի վերաբերմունք են Աստծո նկատմամբ։ Քանի մարդ է հավատում, որ Աստված ամեն բան է տեսնում, քո սիրտը տեսնում է, քանի մարդ է հավատում, որ Աստված իր սիրտը տեսնում է։ Ինձ այսքանը բավական է, Փառք Հիսուսին, դու ճիշտ ես, ազնիվ ես։ Գնանք առաջ։ Ավետարանի կենտրոնական դեմքը Հիսուս Քրիստոսն է, կամ մարդ որ այսօր առաջին անգամ իմացավ սա, գիտեիր դու, ավետարանի կենտրոնական դեմքը Հիսուսն է, եւ հիմա սրա վերաբերյալ բան եմ ուզում ասեմ, Մատթեոս ավետարան։ Այն ժամանակ Հիսուսը հոգուց անապատ տարվեց սատանայից փորձվելու եւ 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց, հետո քաղցը զգաց։ Հիմա գիտեք ինչ եմ սա բերել, որպեսզի իմանաք մեր Հավատքի առաջնորդը եւ կատարողը Հիսուսն է։ Եթե Աստծո որդին լինելով էությամբ սուրբ ծոմ է պահել, ես ու դու պիտի պարտավորենք պահելու, որովհետեւ մենք էությամբ մեղավոր բնույթի մարդիկ ենք։ Ես ուղղակի բերեցի ավետարանի կենտրոնական դեմքին Հիսուս Քրիստոսին, որը 40 օր ծոմ էր պահում, որը սովորություն ուներ գեղեցիկ բարձրանալ սարը, առանձնանալ եւ աղոթել։ Կան վատ սովորություններ, որոնցից ծոմը կօգնի ազատվել, բայց կան լավ սովորություններ, հիմնիր դրանք քո կյանքում, դրանցից մեկն է սուրբ գիրք կարդալ, դրանցից մեկն է հաճախել եկեղեցի, դրանցից մեկն է առանձնանալ խոսելու Տիրոջ հետ։ Գիտես, երբ գնում ես աղոթելու, գիտես ինչ ես անում։ Քեզ պետք չի Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն կարդաս, բառապաշարդ հարստանա, որ գնաս Աստծուն զարմացնես։ Հիշիր նա քո հայրն է։ Ոնց քո պապայի հետ կխոսայիր։ Մտի ներքին սենյակ եւ այդ ներքին սենյակը ըստ ինձ, սա այսպես է։ Ես գնում եմ կառուցելու հարաբերություններ Հիսուսի հետ։ Գնա խոսա իր հետ։ Շատ բան չունես ասելու։ Թույլ մի բան ասեմ, պրոստը նստիր իր առաջ։ Քո նստելը եւ ասելը Տեր քո արջևը մեկ է, դա քո աղոթքն է։ Գլուխդ կախ նստիր Տիրոջ առաջ, նա սիրտդ կարդում է։ Քո լուր նստելը Տիրոջ առաջ, նույնպես աղոթք է։ Նա քո հայրն է, Աստված մեծ հասկացողության Տեր մեկն է։ Ազատ շփվի նրա հետ։ Ամեն, Փառք Տիրոջը։ Ծոմապահությունը օգտակար բան է, գիտեք։ Այսօր բժշկությունը ամեն անկյուններից ասում է, եթե հնարավոր է, հարգելիներս, եթե հնարավոր է, ով որքան հնարավոր է, գոնե 24 ժամ ամսվա մեջ կամ շաբաթվա մեջ ծոմ պահեք բեռնաթափվելու համար։ Բժշկությունը դա տեսնում է բեռնաթափություն։ Եվ իրականում, եթե դու ծոմ ես պահում, նկատում ես դու քաշ ես գցում։ Ես ասեմ քեզ, որ ծոմ ես պահում, այտենց է մեղքի քաշն անգնում։ Հալելույա։ Դու որ հաց ես ուտում, զգում ես, որ 400 գրամ ավելացար։ Որտե եթե այդքան 400 ես ավել չես կերել, գոնե 400 ավելացար։
կասեք կիլո 400 արինը մի անգամից։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Ծոմը բարդ թեմա է, պետք է իմ քիչ ուրախ ասես, որ դու զգում ես հաց ես ուտում, դու քաշ ես հավաքում, դու ծոմ ես պահում, դու աղոթում ես, դու լցվում ես Աստծո, միևնույն ժամանակ կորցնում ավելնորդ բաները, մեղքը, քեզ գերող մեղքը, քեզ դատապարտող քո հոգին կրծող մեղքը, որ սևեր ես դարձնում ինձ եւ քեզ Աստծո առաջ, ծոմը պատասխանվում է, հավատա միանշանակ, ծոմը կարևոր է, ծոմը օգտակար է, ծոմը պետք է պահել, ամեն, ազատվի, մեկ օր, վատ սովորություն, ես չեմ ուզում հարցնեմ, կա այստեղ մեկը ծխող, ծխելը վատ սովորություն է, ծոմ պահի ազատվելու, Աստծո մարդը ավետարան ենք վկայում, դու ոնց ես լսում դրա ավետարանը, գնաս անգեր, այդ պապիրոսը ման հանգցելու գնա մի բաժակ ջուր խմի, չեմ ուզում լսում քո ավետարանը, պապիրոսը բերանիդ ավետարան ես վկայում, բանը, ուրեմն Հիսուսը, ասենք մի հատ հանգցրիր, մի հատ է քաշեցիր, հասկացա, կամ արաղը ձեռըդ սուրբերից է խոսում, տեղըդ նստի էլի, դե լավ էլի, արաղը, ես որ նայում եմ ասում եմ, բայ որտեղ մի հատ անկյուն լինի, մտնեմ ես չտեսնեմ, հավատացյալը արաղը ձեռը Հիսուսից է խոսում, խնդրում եմ մի խայտարակիր, ոչ քեզ, ոչ Աստծուն, ոչ եկեղեցուն, մեր ադրեսը չտաս հանգարց, մեր ադրեսը չտաս, ում որ հանգարց արաղը ձեռը ավետարան ես վկայում, որ ասեմ որտեղ ես հաճախում եկեղեցի, ասենց հեչ, օդի մեջ, չտաս մեր ադրեսը խայտարակվենք, ծոմապահությունն այն ժամանակն է, որ այդ վայց սովորությունները կարող ես բերել Տիրոջ առաջ եւ ասել, ես մի տեսակ չեմ կարողանում Տեր ազատվել սրանցից, չեմ կարողանում, սիրում եմ խմել, վերջը, դե լավ ես ինչ եմ խմում, պիվա եմ խմում, դա ոչ են խմելուց 7 շիշ խմում ես, ավելի լավ է կես լիտր արաղ խմեիր, մեղմացնում է իր մեղքը, 7 շիշ պիվա եմ խմում, ասում է, հո ես արաղ չեմ խմում, տատեն մեկ քանի տեսակի խմիչներ չեմ խմում, բա ինչ ես խմում, մի 7 շիշ պիվա եմ խմում, հալալա ժամանակն է, գնաս ասես Տեր, ես սիրում բան չի, սատանան կհանդիմանի քեզ, կասե, դու ես հավատացյալ, հա, դու ես հավատացյալ, չեք կարծում, որ ժամանակն է մաքրվենք, գիտեք ինչու, Տերը վերադառնում է, արթնացիր սիրելիս, Աստծո մարդ, Աստծո կին, Աստծո տղամարդ, հարգելիս, սիրելիս, արթնացիր, Հիսուսը գալիս Ինձ պետք չի, որ հիմա վերցնեմ ես ամբյոնը ջարդեմ, որ ասես, բա ես ինչ իջավ, ես ինչ հոգի իջավ իրա վրա, թռնեմ ես սինթեզատորի վրա, ստեղից դաշնամուրի վրա, տպավորություն գործեմ, դե արթնացիր էլի, դե արթնացիր Հիսուսը գալիս է։ Ես դրա կարիքը չունեմ, ես քեզ պարզ ուզում եմ ասեմ, Հիսուսը գալիս է, արթնացիր եւ վերջ։ Պատրաստվիր եկեղեցին։ Հաջորդ բանն եմ ուզում նայենք։ Ուրեմն հուդայականության մեջ, հրյաների մեջ, հուդայականության մեջ ծոմ պահելը պարտադիր է, աստվածային օգնություն փնտրելու, նայեք իրաց ծոմի նպատակը, աստվածային անցյալ կիրակի արդեն խոսել ենք, երբ որ դատավորած 20-ից խոսեցինք, որ Աստծո որդիները եկան, կանգնեցին Տիրոջ առաջ եւ ասեցին, սրանք էս թշնամիները մեր վրա են եկել, դաշտի մեջ նստեցին, գրված ամբողջ օրը ծոմ պահեցին եւ այլն, կարող անդրադառնանք վերջում։ Փնտրեցին Տիրոջ երեսը, որ Տերը օգնի իրանց պատերազմը ուրեմն հաղթելու։ Հուդայականությունում ծոմ պահելը պարտադիր էր, աստվածային օգնություն փնտրելու եւ մաքրվելու համար, որին անվանում են Յոմ Կիպուր։ Ստեղ դուք ապրում եք եւ ստեղ կան շատ հրյաներ, լսել եք Յոմ Կիպուրի մասին։ Յոմ Կիպուր, լսեք, Յոմ Կիպուր, այս ծոմը հրյաները պահում են 3500 տարի մինչև այսօր։ Գիտեք, Յոմ Կիպուրը դա մի հատ տոն է, որ ամբողջ ազգով մեկ, հրյան որ մասում լինի աշխարհի, Ամերիկայում, Ավստրալիայում, Իսրայելում, որտեղ ուզում է լինի,
Դուք ասում եք ինչ են ամբողջ աշխարհը հрьяաները ղեկավարում, ինչու են սրանք այսքան ուժեղ, ինչու, գիտեք ինչու, որովհետև այս սենց հավատում են Աստծուն, այս սենց հետևում են Աստծո խոսքին։ 3500 տարի Յոմ Կիպուրի օրը, որը համարվում է դատաստանի օր, դատաստան այն չէ, որ Աստված պետք է դատի, դատաստանը իրանց մոտ կոչվում է ապաշխարության օր։ Իրանք այդ օրը հայտարարում են անձերի մաքրման, սրբման օր, այսինքն դատում են իրանց։ Դատում են իրանց, դա ապաշխարության օրը Յոմ Կիպուր անունով Թել Ավիվի օդանավակայանը, որը Երուսաղեմի օդանավակայանն է, մեկ օր աշխարհի բոլոր չվերթների առաջ փակ է, ուզում ես արի, ուզում ես չի արի, հрьяան դուռը փակել է ու դու չես կարողանես մտնես։ Ինչու՞։ Մարդիկ ծոմ են պահել, ազգովի ծոմ են պահում, ամբողջ օրը չեն ուտում, չեն խմում, ոչ մի խանութ չի աշխատում, ես եղել եմ այնտեղ այդ օրերին։ Գիտեք, այս տպավորությունը ոնց է այդ քաղաքը մեռել է։ Կենթանի շունչ չկա այդ քաղաքում։ Ես հենց այդ օրն եմ այդտեղ եղել։ Մենք այնքան կարճ ժամանակով էին գնացել, այդ մի հատ օրն էլ այդտենց անցկացրեցինք, որտեղ իրանք դուրս չէին գալիս։ Փակած էր ամեն ինչը։ Ազգովի ծոմ են եկալ է Տիրոջ առաջ մաքրվելու եւ խոստովանվելու։ Տեսակ, մենք կոչվում ենք քրիստոնյա։ Մենք ամաչում ենք Հիսուսի անունը դավանել։ Մեկին ասում եք դուք հավատացել եք, դա հավատացել չի։ Ասա այո հավատացել եմ, ինչ ես ձևեր թափում։ Ինչ ես ասում տակից դուրս գաս։ Ինչ ես իրան հարցով պատասխանում, դու հավատացյալ չես։ Մարդը քեզ հարցատվե հավատացյալ ես, ասա այո, վախենում ես քեզ ասի աղանդավոր, պատասխանի իրան աղանդավոր չեմ, այդ տաղանդավոր եմ։ Դու տաղանդավոր ես, որ Հիսուսին ես հավատում։ Տաղանդից ավելի բարձր ես։ Ամեն։ Որովհետև այն ինչը որ Աստված երկրի իմաստուններից, Կորինթացիների թուղթն ասում, պահեց, վերին աստվածային իմաստությունն ու գիտությունը, բացեց իմ նման տկարիս, անմիտիս, անտոհմիս, անազգիս, որ այն աստվածային իմաստությունը, որ Տերը մեզ կտա, ամաչացնենք երկրի իմաստուններին, տուր նրան բարձր ծափահարություն, սա տաղանդ է եւ ավելի բարձր։ Եվ դու ամաչում ես, որ ասես ես հավատացյալ եմ։ Էլ չգիտես, որ Աստված այդ հարցը այդ մարդու միջոցով տվել է, որ սկսես պատմել Հիսուսի մասին։ Դու ձևես մանգալի, բաներ, թորսեր եկել ենք ասում հավատացյալ ես, հիմա ինչ եմ պատասխանելու։ Պատասխանի այո, ես հավատացյալ եմ, եւ դա իմ համար պատիվ է լինել հավատացյալ։ Ես չեմ հիշում իմ կյանքի պատմության մեջ դեպք, որ գրանցված լինի իմ հետևից, որ մեկը ինձ պատկերացնում եք ինձ հարցնեն դու հավատացյալ ես, ասում դե հավատացյալը որն է, բոլորն էլ հավատում են, ինչ դուք չեք հավատում։ Էս ի՞նչ տակից դուրս գալը։ Քեզ հարցրեց մարդը դու հավատացյալ ես, դուք եկեղեցի եք հաճախում, այո, հաճախում եմ, էնելի ձև եմ հաճախում։ Էնելի ձև եմ, պատմի են Հիսուսի մասին, որը ինքը չունի։ Ես խոսացի տես ինչ ազգ են, նայ ինչու են իրանք զորավոր, որովհետև դուք պատկերացնում եք հрьяան վախենա Աստծո մասին խոսեն, հա? Քայրոպորտերը ծածկում են, կանգնում են մեջ աղոթում են։ Հենց այդպես։ 25-30 հոգով կանգնում են, ու դու նայում ես մտածում ես, ձեզ հետ ամեն ինչ օքեյ է, երեսիդ չի նայում։ Վերցնում են իրանց տորաները, բացում են, երգում են։ Պատրաստում է, որ ռեսը հեսա պիտի թռնի։ Ինքը գիտի 25 րոպեից կանչելու են, ինքը աղոթում է, բռնել է իրանց, այդ պատին պիտի աղոթեն։ Ես չգիտեմ ինչու են հենց այդ պահին, բայց ուրեմն այդտենց ինչ-որ ժամ կա կամ այդտենց ինչ-որ պահ կա, կանգնում են, տեսել եք, դուք տեսել եք օդանավակայաններում հрьяաներին 25-30 հոգով հավաքված աղոթելու։ Ես տեսել եմ։ Հեչ օդանավակայան բան գնացել եք։ Կանգնած են 25-30 հոգով, ես առաջ անգամ Ամերիկա եմ գալի, ուտենում եմ սրանց, ասացի սպասի, ուզում եմ ռեսս ուշանա, ես պիտի սրանց տեսնեմ, հելել եմ, գնացել եմ հետևներից, ինձի շատ հետաքրքիր էր, նայեմ ես բաները փաթաթեցին ձեռքերներին, այստեղը բանասած դրած, ու նկատել եք, որ հрьяան այսպես չի կանգնում, դուք նկատել եք, որ հрьяաները այսպես են աղոթում, գիտեք ինչ է, Դաժե իրանց կանգնած ձևով, որ սենց աղոթում են, ապացուցում են, որովհետև դա հрьяայի համար նշան է, որ հрьяային հարցնես ինչու ես դու կանգնած տեղ այսպես աղոթում, ինչ ես սենց կարդում, ասում սրանով ուզում եմ աշխարհին ապացուցեմ, որ այն Աստծուն, որին ես հավատում եմ կենթանի է, շարժման մեջ է, հալելույա, սենց է պետք հավատալ Հիսուսին, եւ սրանից ավելի ուժեղ, ամեն։ Շատ լավ գնում ենք առաջ, դու ինչ-որ մի բան վերցնում եք, շատ լավ, քանի տեսակի ծոմ և ինչպես ենք մենք այն պահում, գնանք առաջ, քանի տեսակի ծոմ կա և ինչպես ենք մենք այն վերցնում,
Լսեք ընկերներ, օգտվելով առիթից մի հատ բան եմ ուզում ասեմ։ Ես երբեք այս եկեղեցում այսպիսի արտահայտություններ չեմ արել եւ կխնդրեմ, որ այդ արտահայտությունները դուք էլ չանեք։ Ծոմ ենք բռնում։ Այդ վազում էլ բռնեցիք։ Ոնց ծոմ ենք բռնում։ Այդ վազում էլ դուք բռնեցիք։ Ծոմ ենք վերցնում կամ ծոմ ենք պահում։ Ունեցի ճիշտ աստվածաշնչյան պատասխան։ Լավ։ Ծոմ ենք պահում, ծոմ ենք վերցնում, ծոմ ենք բռնում։ Չկա դες բան, խնդրում եմ մաքրի, մեր եկեղեցում sense արտահայտություն չկա, բայց որոշներից լսում եմ։ Վրես աղոթի։ Էս ի՞նչ բառեր։ Աղոթեք ինձ համար։ Այստեղից եմ ուզում ասեմ, որտեղ համընդհանուր նկատում եմ որոշ մասի վրես աղոթի։ Չկա դες արտահայտություն։ Ասա խնդրում եմ աղոթեք ինձ համար։ Ինչ եք անում ծոմ եք։ Այո, ծոմ եմ վերցրել։ Գեղեցիկ էր։ Ուղղակի հիշեցի, ասացի պահի տակ, սրա մասին ուզում եի խոսալ։ Եկեք հիմա մի բան նայենք։ Ծոմի տեսակներ։ Չգիտեմ, ձեզ մոտ երևում է, չի երևում, ցավոք սրտի։ Շատ լավ։ Սննդից հրաժարվել։ Չենք ուտում, լսեք, ես այստեղից կկարդամ։ Ուրեմն սննդից հրաժարվել։ Ինչ է նշանակում սննդից հրաժարվել։ Չենք ուտում, բայց ջուր ենք խմում։ Ծոմապահության ժամանակ խմիր ջուր, ինչքան հնարավոր է խմիր ջուր։ Այո, դա կոչվում է սովորական ծոմ, մեկօրյա սովորական ծոմ։ Չենք ուտում, անգամ ջուր չենք խմում։ Դա եստերի ծոմապահությունն է, տեսեք գրված է։ Եստերը պահել է 72 ժամ ծոմ, total ծոմ, որտեղ չի օգտագործված ոչ ջուր, ոչ ուրեմն հաց։ Կխնդրեմ բոլոր նրանք, ովքեր հանկարծ փորձ կանեն եստերի ծոմապահությունը պահելու, խնդրում եմ վերանայիր քո առողջությունը, վերանայիր քո ամեն ինչը, որովհետև սա բարդ ծոմապահություն է, երբեմն մարդիկ կան երրորդյա ծոմապահությունից հետո կարող է կորցնել իրենց կյանքը։ Որովհետև մարդկա, որ 70, ես մի քանի անգամ պահել եմ 72 ժամյա ծոմապահություն, դա ամենաբարդ ծոմն է, երբևիցե որ ես կիրառել եմ իմ կյանքում, ամենաբարդ։ 3 օր է, բայց սարսափելի է, առանց ջուր, առանց բան, դա վտանգավոր է, ունի դա հատուկ պայմաններ, ինչու է վտանգավոր։ Հաջորդ բանը, մենք մասնակի հրաժարվում ենք որոշակի մթերքներից, Դանիելը չասեց ես սոված մնացի, Դանիելն ասեց, ես ախորժելի հաց եւ գինի միս, այտենց բաներ չկերա, այսինքն որոշակի բաներ, որոնք իրան հաճույք են պատճառել, դրանցից ազրկվե, բայց մնացածը կերել է։ Պարզե Դանիելի ծոմապահությունը, այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնենք, սա կոչվում է մասնակի ծոմապահություն։ Այսինքն, հիմա խոսում ենք այն մասին, որ քանի տեսակի ծոմեր կա եւ ինչպես ենք այն պահում։ Եկեք հաջորդ բլոկը նայենք, հաջորդը նայենք։ Վատ սովորություններից հրաժարվել։ Ես արդեն մի քիչ առաջ դրա մասին խոսացի, հրաժարվել որոշ բաներից, ինչը հաճույք է պատճառում, որպեսզի հասնենք հոգևոր նպատակների։ Օրինակ, այստեղ կա նաև այսպիսի մի հատ համար, գիտեք, եկեղեցին այնտեղն է, որտեղ պետք է տա քեզ ամեն հարցի պատասխանը։ Եվ հիմա ասեք, ոյ, այդ ինչ բան եք գրել, այս նախադասությունը ամոթ չի, որ գրել եք, այդ մասին գրված Աստվածաշնչում, ես խիամոչ եմ։ Գրված է, ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից։ Ծոմապահության ժամանակ, սա պիտի իմանաս, որ քո ծոմը ճիշտ լինի, որտեղ հիմա սրա վերաբերյալ մենք հիմա համար ենք կարդալու, բայց մինչև համարը կարդանք, հաջորդը նայենք, ուրեմն զոհաբերել, ուրեմն խոսում ենք ծոմի տեսակների մասին, վատ սովորություններից մեկն է, ուրեմն զոհաբերել համացանց, սերիալներ, նորություններ, երևի հիմա մենք կտեսնենք Կորինթացիների, սա էլ նայեք, դա ավելի լավ է սպիտակ տառերով, մենք կխնդրենք մեր ծառայողին մյուս անգամ այս գույները չդնի, ուզեցել է գեղեցիկ սարքի ձեր համար, հալելույա, իսկ հիմա եկեք նայենք, ահա և Կորինթացիների համարը, նայեք ինչ ասում է միմյանց մի զրկեք, սա խոսում է ամուսինների մասին, այստեղ նայեք, միմյանց մի զրկվեք իրարից, հալելույա, բացի միայն ժամանակավորապես և փոխադարձ համաձայնությամբ, որպեսզի աղոթքի մեջ պարապեք և դարձյալ միասին լինեք, որ սատանան ձեզ չփորձի ձեր անժուշկալության պատճառով, երբ որ մարդը ծոմ է պահում և աղոթքի մեջ, ուզում է առանձնանալ Տիրոջի հետ, եթե կինն է ծոմ պահողը, եթե ամուսինն է ծոմ պահողը, եկեք իրար հետ ասում համաձայնության, որպեսզի ասում ծոմապահությունը աղոթքը պրոբլեմ չդառնա, որովհետև սա այն պահն է, որը կոչվում է սուրբ պահ, սուրբ ժամանակ և սեռական հարաբերություններից, անկողնային հարաբերություններից պետք է զերծ մնալ։ Գնացինք հաջորդը։ Հաշվի առնելով, թե որքան հաճախ ենք մենք օգտագործում ինտերնետը, եթե նույնքան հաճախ մենք դիմենք Աստվածաշնչին, մենք կդառնանք հոգևոր հսկաներ։ Ամեն մարդ գիտի իր ձեռքի հեռախոսին քանի ժամանայում։
Ամեն մարդ գիտի, երբ որ գնում անկողին պարկելու, քանի ժամ մտածա, ըստեղ այնտեղ Snapchat կա, եսի միշտ chat կա, լիքը chat-եր կան, Snapchat-ա, Instagram-նա, Facebook-նա, YouTube-ա, հազար ու մի բաներ կա, Telegram եւ այլն, ամենտեղ մի 10 րոպե էլ ոտդ կախքցես են ալա օրը գիշերը պրծավ էլի, հա? Եթե դու հեռ առանց ես այս շաբաթ անջատել եմ ամեն տեսակի համացանցային ամեն ինչ, էլ ընդեղից գրել են, էլ ընդեղից զանգել են, ինձ հետաքրքիր չի, ես մնացել եմ 7 օր միայն կարճած սուրբ գրքից և աղոթքից, ես նկատեցի, որ իմ համար հասարակ բան էր դա անջատելը, փառք Տիրոջը, պիտի սովորես, երբեմն մնալ սոված, կարող է տենց ժամանակներ գա, ծոմապահությունը այդ թրենինգով է տանելու քեզի, երբեմն համացանցի շոկ տվել, որտեվ կարող է ժամանակ գա անջատվի սա, օրինակ, Աստծո մարդը պետք է պատրաստ լինի ամեն բանի համար, դու պետք է պատրաստ լինես եւ ուժեղ լինես կյանքի բոլոր մարտահրավերների համար, ամեն, ամեն, փառք Տիրոջը, էլ ինչ ենք ուզում նայենք, սա, նայենք հաջորդը, մենք պետք է ուրեմն նայենք երևի Մարկոս ավետարանից, կամ, օքեյ, սովորությունները կարելի է կոտրել ծոմապահությամբ, հաստատ կարելի է, գնա Տիրոջ առաջ և ասա, անկեղծ, մի նեղվի, ասա Տեր, գիտես ես սովորություն ունեմ, օրինակ ծխելու, խմելու, նայեք, ոչ մեկին իրավունք չունի ուսուցիչ լինելու, Տերը թող լինի քո ուսուցիչը, նա քեզ շատ գեղեցիկ սովորեցնի, նա քեզ շատ գեղեցիկ համբերատարորեն տարիներ կարող է Աստված վերցնի, կարող է շատ ամիսներ ու շաբաթներ վերցնի, բայց մեկը քեզանից ստանալու է այնինչ ուզում է ստանա, դու մեկը ազատվելու ես, հետադարձ հայացք ես գցելու ու տեսնելու ես, որքան աղբատերը սրբել քո կյանքից, ասելու շնորհակալ եմ, ինչ գեղեցիկ հոր նման խրատեցիր ինձ, ամեն, բայց դու սկսիր ծոմապահությունը դա այնտեղն է, որը կարող է կոտրել սովորությունները, այո, եկ մի բան նայենք Մարկոս ավետարանից, Մարկոս 9:28, և երբ որ նա տուն մտավ, նրա աշակերտները առանձին հարցրին, մենք ինչու չկարողացանք այն հանել, սա մի հատված է, որտեղ Հիսուսը լսում է աշակերտներից ինչը հանել դևերին, ասմա դևերը մեզի չհնազանդվեցին, Տեր, դու այստեղ ես, դեռ երկրի վրա ես, մենք գնացինք ու մենք աղոթեցինք բռնված մարդու համար, գերի մարդու համար, ալկոհոլով բռնվածի, թմրամոլի, մարմնավաճառի կամ որևէ դիվահարի, լուսնոտի, որևէ հիվանդի համար աղոթեցինք, դևերը չգնացին, Հիսուսը պատասխանեց, ասեց, այո, կարող է լինի այդպես բան, որ ուղղակի աղոթեք, ու իրենք դուրս չգան, նման տեսակի ցեղերը դուրս են գալի ծոմով և աղոթքով ծոմ պահեք, երբ որ դու ծոմ ես պահում, դու սրբության մեջ ես, իսկ երբ որ դու սրբության մեջ ես, դևերը կհնազանդվեն քեզ, դուք նկատել եք ովքեր ծոմ են պահում, եթե քո կողքը մեկը հայույանքի խոսք ասեց, կամ անշնորհք բան, կամ բամբասանքի մեջ, նկատեցիր ուզում ես հետ քաշվես, չմասնակցես իր հետ, որովհետև ծոմապահությունը սրբում է մարդուն, քեզ զգայուն է դարձնում հոգու վրա, այո, սա պատասխանեց Հիսուսը իր աշակերտներին, որովհետև նմանատիպ ոգիները կհեռանան ձեր կյանքից այս ծոմապահությամբ, հաջորդ բանը նայենք, ծոմը միայն ուտելիքի զոհաբերություն է, չէ, մի րոպե, այստեղ նայենք, չէ, տառը բաց է թողնված, լավ, շատ լավ, ծոմը միայն ուտելիքի զոհաբերություն չէ, այլ նաև սովորությունների զոհաբերություն, պիցան, ալելույա, ամեն նկար իր իմաստուն, էլի, ալելույա, գիտեք, ես ես մի հատ բարի լուր ունեմ ասելու, մի ժամից ծոմը վերջանում է, հալելույա, ես երեկոյան այնքան գեղեցիկ հաց եմ թխել, ընդհանրապես նպատակ չունեի վաճառելու հետ ուզում էի ուտեի, այնքան գեղեցիկ հաց եմ այսօր թխել, երեք թխել, նայել եմ ասել եմ, առաջին անգամ իմ կյանքում հաց թխեցի և այն ինչու է աղմուկում գետը կինոն կա, Աթանեսը նայում էր իր տանը հեռվից ու չէր կարողանում մոտենալ, այս իսկական ինչու է աղմկում այս հացը, այդ օրն էինք է, խշխշ աղմկում էր ու ես ասում էի կնայես իր աղմուկին, կնայես իր գայթակղիչ գեղեցիկ տեսքին և չես ուտի, որովհետև կսովորես զսպել քեզ, բայց այսօր ես նրա հարցերը
Ծոմ կարելի է պահել անձնական պատճառներով, եկեք նայենք, հալելույա։ Փառք Տիրոջը, եկեղեցուց պիտի լցված տուն գնաս, ամեն, անձնական պատճառներով կարելի է ծոմ պահել, այո, անձնական խնդիրներ ունես, դա չի վերաբերվում քո ամուսնուն, դա չի վերաբերվում քեզ, ամուսնուդ կամ կնոջդ, դա անձամբ քո խնդիրն է, հարցեր կան, որոնք քո ներսում են, բացել ա Տերը, նկատել ես, չես հավանել ու հիմա սրանցից ազատվել ա պետք, դա անձնական, անձամբ քեզ վերաբերվող խնդիր է, որի համար կարելի է ծոմ վերցնել, առանձնացիր բոլորից, ընտրիր մի տեղ, որտեղ կլինես դու եւ Տերը, եւ ասա Տեր, ես գիտակցում եմ, ես ընդունում եմ, ես տեսնում եմ, բայց խնդրանքս է արմատախիլ արա Տեր, նա հետո քեզ չի մեղադրելու, որովհետև դու նրան ասացիր, էսի ունեմ, էսի կա իմ մեջ, քեզ խնդրում եմ, չեմ կարողանում, ես սրանից ինքներուն ազատվեմ, դու ազատիր ինձ, որ օրը, որ այդ աղոթքը դու արեցիր, այդ օրվանից դա հանելու պրոբլեմը մնում է Հիսուսի վրա։ Անպայման, օր կգա քո կյանքում դու կտեսնես, թե ոնց է Տերը քեզ անի, քեզ դա դրանից ազատ է, որովհետև եկար ու ասացի, թույլ եմ տալիս քեզ մաքրիսը։ Ամեն։ Եվ վերջի բանը, որ ուզում եմ նայենք, ծոմ կապը այլ պատճառներով, դրանցից մեկն է, միաբան ծոմ եկեղեցու արթնության համար, կա տենց բան, կա տենց բան, միաբան ծոմ ազգի փրկության համար, կա տենց բան, մենք Յոմ Կիպուրն էլ տեսանք եւ այդ ամեն ինչը, բայց ավարտելուց առաջ ես մի կարևոր բան եմ ուզում քեզ ասել, մի կարևոր համար եմ ուզում կարդամ, այսօր 7-օրյա ծոմապահությունը մոտենում է իր ավարտին եւ ուզում եմ կարդամ Ամովս մարգարեից մի տեղ քեզ համար ուզում եմ որ դու շատ սա ամենազարհուրելի այն որ համարներից մեկն է Ամովս մարգարեն գրում է հետեւյալը եք միասին նայենք 9-րդ գլխի առաջի խոսքը որ ասում է տեսա Տիրոջը որ կանգնած էր զոհասեղանի մոտ եւ նա ասաց ինձ սարկիր խոյակներին որ սեմերը դոխան զորքերի Տեր Աստված այսպիսին է որ դիպչում է երկրին եւ այն հալվում է ու նրա բոլոր բնակվողները սքում են այն ամբողջովին բարձրանում են Նեղոսի պես եւ իջնում Եգիպտոսի գետի պես նա է որ երկնքում կառուցեց իր վերնատունը եւ իր կամարը հաստատեց երկրի վրա նա է որ կանչում է ծովի ջրերը եւ դրանք թափում երկրի երեսին եւ նրա անունն է Տեր եւ նրա անունն է Աստված ամեն հալելույա Սակայն ուզում եմ ուշադրություն դարձնես առաջին նախադասության վրա Տերը կանգնած էր որտեղ Տեր տեղ չունեիր կանգնելու նա կանգնած է զոհասեղանի առջև որտեվ զոհասեղանի առջև նա գնահատում է քո զոհը ինչու որտեվ զոհը քո խոսում է նրա նկատմամբ ունեցած հավատքի եւ քո սրտի վերաբերմունքի համար ես մի քիչ առաջ խոսեցի երկար բարակ զոհից տասանորդից գիտեք ինչքան էլ ուզում եք մարդուն ստիպեք նա զոհաբերի կամ տասանորդ տա չի տա որովհետեւ զոհաբերությունը տասանորդը երկրպագելը աղոթելը դա մի հատ հարցի է պատասխանում ես հավատում եմ Հիսուսին ես ընդունում եմ նրան ես գիտեմ որ նա կենդանի է որովհետև եթե դու հավատում ես դու կտաս նրան եթե դու սիրում ես դու արժեքավորդ կտաս նրան գրված է կանգնած էր Տերը զոհասեղանի առաջ նայեց զոհերին եւ ասեց ես չգիտեմ մեր եղբայրը ունի այս համարի նկարը պիտի ունենա խնդրենք իրան պատրաստի այս նկարը որ հիմա կբարձրացնի էկրանի վրա այս ամբողջ կարդացածը այստեղ նայեք ասում նայեք ես զոհասեղանի մոտ կանգնած եմ ասում ուշադրություն տեսեք ինչ ասում խփեք խոյակներին խոյակները դա սյուներն են խփեք սեմերին սեմերը դրանք շեմքերն են տվեք ասում ամեն ինչ ավիրեք ուրեմն մի բան իրան դուր չի եկել սա Ամովս մարգարեության 9-րդ գլխի առաջին խոսքն է ես զարմանում եմ որ լսում եմ երբեմն մարդիկ որ քարոզում են ասում եւ Աստված ասեց խփեք սերմերին չկա տենց բառ գրած սեմերին սեմեր շեմքեր խոյակներ սյուներ տվեք ու ջարդեք սա որ իմանան որ ես Տերն եմ լսեք րոպեներ անց ուզում եմ ասեմ որ մեր ծառայությունը մոտենում է ավարտին եւ րոպեներ անց մենք ավարտելու ենք մեր ծոմապահությունը նույնպես եւ ես հրավիրում եմ քեզ նախ եւ առաջ կանգնել ոտքի
Նախ հրավիրում եմ քեզ կանգնել ոտքի։ Եվ ես ուզում եմ ասել, երբեք ծոմդ չավարտես առանց զոհի, երբեք առանց զոհի, երբեք, որ եկեղեցում էլ կլինես, այս եկեղեցում կլինես, ուրիշ եկեղեցի կգնաս, Տերը քեզ հետ, բայց երբեք ուր էլ որ գնաս, չվիճես Տիրոջը զոհաբերելու համար, գրված է նա կանգնած էր, կխնդրեմ եղբորս նորից Ամովսի 9 դնի, նա կանգնած էր, այս նկարը պարզեր, նա կանգնած էր, իմ համար չափից դուրս պատկերավոր նկար էր սա, տեսա, Ամովսն է ասում, տեսա, մեկին է տեսել, ասում է տեսա, որ կանգնած էր Տերը, Տիրոջը տեսա, որ կանգնած էր զոհասեղանի մոտ, եւ ասում է ինձ ասեց, խփիր խոյակներին եւ սեմերը դողան, ես տեսա Տիրոջը, որ կանգնած էր զոհասեղանի մոտ, կարգուկանոնի ծառայությանը զոհաբերության կխնդրեմ, բերել արկղեր այստեղ, եւ դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղերը, այստեղ, մեկներ այստեղ, դուք կարող եք շնորհակալ եմ զբաղեցնել ձեր տեղերը, ես ուզում եմ, որ դու այստեղ նայես, այստեղ հիմա մի բան է կատարվելու, դու կարող ես նրան ասել, ահա ես եւ իմ զոհը եւ ահա զոհասեղանը, քանի մարդ է հավատում, որ Հիսուսն այստեղ է, որ Տիրոջ հոգին այստեղ է, ուրեմն ասեց, ահա տեսա Տիրոջը, որ զոհասեղանի, սա իր զոհասեղանն է, Աստծո թագավորությունը, որը երկրի վրա եկեղեցին է, նրա հատակը, դա կալի այն հատակն, այն զոհասեղանը, որ Աստված փռում է մեր առաջ, այս սերմերն են, որ օգնելու են, որ դու վաղը կրկին հաց ունենաս, այս սերմերն են, որ օգնելու են, որ մարդիկ եթե լաց են լինում գործազրկության կամ նեղված են ֆինանսական դժվարությունների, սերմերն են, որ օգնելու են, նոր դռներ բացվեն հաջողության քեզ համար, ահա տեսա Տիրոջը, զոհասեղանի կողքին կանգնած եւ փաստորեն նա բարկացած էր, ես ուզում եմ, որ դու վերցնես քո զոհը, ես նույնպես Իմ ծոմը ավարտելու եմ, չեմ կարող ավարտել առանց զոհի։ Ես եկել եմ, որ այսքան օրերը, որ փնտրել եմ Տիրոջ երեսը, որ իմ սիրտը դատարկել եմ Տիրոջ առաջ, որ ես կանգնել եմ ու լաց եմ եղել Տիրոջ առաջ, աղոթել եմ, փնտրել եմ նրան, ես ուզում եմ իմ ծոմը ճիշտ ավարտեմ։ Ես իմ ձեռքին վերցրել եմ իմ զոհը։ Ես ուզում եմ, որ դու որոշես քո զոհը, մարդիկ կան, որ տանից զոհ են որոշում։ Ես քեզ կոչ ունեմ անելու, չանես այդ զոհաբերությունն այսօր։ Չգցես զոհաբերություն։ Եթե դու որոշել ես, որ հենց այդ զոհը գցես, ես խորհուրդ եմ տալի քեզ այդ զոհը թիր պայուսակիդ մեջ, որովհետև ես քեզ մեկ ուրիշ կոչ եմ անում, բարձրացու քո զոհը Տիրոջ առաջ, որոշիր քո զոհը։ Գիտեք, Աստված ամեն բան տեսնում է։ Մենք ասում ենք նրա անուններից մեկն է Եհովա Իրե, դա նշանակում Աստված, որ տեսնում է ամեն բան։ Ես չգիտեմ ինչ կա քո ձեռքում, բայց նա գիտի։ Ես չգիտեմ ինչ կա քո սրտում, բայց նա գիտի։ Նա կանգնած է միշտ իր տաճարում, նա կանգնած է միշտ իր ժողովրդի մեջ, եւ նա միշտ կանգնած է զոհասեղանի մոտ։ Շատ տեղեր դու Սուրբ գրքում կտեսնես, որտեղ գրված է եւ Աստված կանգնած է զոհաբերության սեղանի մոտ։ Այստեղ փրվել է քո առաջ զոհասեղան եւ դրված են զոհասեղանի վրա ամաններ, որտեղ այսօր այս ծոմը եւ այս աղոթքը կապ չունի, եթե անգամ դու ծոմ չես պահել։ Ուզում եմ, որ ինձ հետ միասին վերցնես քո զոհը։ Ինձ հետ միասին վերցնես քո զոհը եւ խնդրում եմ տիր այս նկարը ինձ հետ միասին վերցնես քո զոհը եւ սկսենք աղոթել, լավ, որովհետեւ ծոմը ավարտել առանց աղոթքի եւ առանց զոհի դա ճիշտ բան չէ, դա կիսատ մի բան է։ Ուզում եմ, որպեսզի դու իմանաս տարվա սկզբին եկեղեցին հասցրեց երկու կարևոր ծառայություն անել, օծման ծառայություն եւ եկեղեցին արեց 7-օրյա ծոմապահություն, դեռ ամսվա կեսն է, մի քիչ ավել Եվ եկեղեցին արդեն կարևոր երկու բան արել է։ Գիտեք, մենք եկեղեցու ադմինիստրացիայով, եկեղեցու ավակների ծառայությունում մենք մեծ պլաններ եւ հույսեր ունենք, որ այս տարի եկեղեցում տեսնելու ենք այն, ինչը չենք տեսել ոչ մի տարի։ Ու ես չեմ կասկածում դրանում։ Պարզապես ամեն բանի սկիզբը պետք է ճիշտ լինի։ Ամեն, որովհետեւ սկիզբը խոսում է վերջի մասին։ Այո, եւ մենք եկեղեցու բոլոր ավակներով որոշել ենք այս տարի անել այն բաները, որոնք նախ առաջի հերթին հաճելի են Աստծուն եւ երկրորդը դա ըստ ավետարանի է, փրկության ծրագիրը ամեն կերպերով հասնել չփրկվածներին։ Այո, ամեն կերպերով։ Եվ եթե դու այստեղ այն մեկն ես, որ քո ձեռքին զոհ ունես, ուզում եմ վերցնես քո զոհը քո ձեռքին եւ եկ միասին աղոթենք։